Բարեկալ Սիվիլնետ տաղավարում հյուրընկալել եմ Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Թաթոյան, սկսվել է պաշտոնապես քարոզարշավը Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված եւ եթե ընտրությունների արդյունքում ձեր ուժը գա իշխանության, առաջին 3 անելիքները, որ պլանավորում եք, մտածում եք իրականացնել։ Առաջին անվտանգություն եւ բանակ։ Ամենաառաջին ակտը վերաբերելու է մեր բանակին ու անվտանգության համակարգին։ Մի անգամից ստեղծել բանակի բարեփոխման հանձնաժողով։ Մի անգամից օրենքով նախատեսել, որ բանակի ֆինանսավորումը հնայի 8%-ից ցածր չի կարող լինել, որը նշանակում է $1 միլիարդ ավելանալ այդ տարվան հաջորդող տարվանից սկսած։ Դրանից զատ հրապարակվելու են բոլոր ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցները 2, այսինքն զեկույց այս պահին, քարորյա պատերազմի զեկույցը 16 թվականի եւ 20 թվականի 44-օրյա պատերազմի, այո, ինչ ամբողջությամբ հրապարակելու ենք։ Եթե պետական մեր ժողովուրդը, գիտեք, պետական գաղտնիք, գիտեք, ազգային ժողովը քննությանը առել եւ մեր ժողովուրդը ունի հարցեր ստանալու պատասխաններ ստանալու իրավունք եւ ասեմ ձեզ, մենք սկզբունքային մի հարց ենք դրել մեր առաջ։ Հայաստանը չի կարող լինել իր քաղաքացիների համար գաղտնի օրակարգեր ու հանելուկներ ունեցող պետություն։ Այսօր այդպես է։ Ոչ միայն այդ հանցագործությունը, այդ զեկույցները մենք նաև նախատեսում ենք օրինակ հոկտեմբերի 27-ի հետ կապված փաստերը հրապարակել, արխիվները բացել։ Մեր քաղաքացիները ունեն դա իրականանալու իրավունք։ Բայց գալով հետ ձեր հարցին, մյուս մենք պետք է ունենանք հստակ ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված թվային պաշտպանություն, որը պետք է լինի կոնկրետ մշակված, մենք պետք է բարեփոխենք բանակը, որպեսզի տեղերում ակնթարթային որոշումներ կայացնելու իրավունք ունեցող զինված ուժեր ունենանք, մոբիլ, դրանից բացի անվտանգության համակարգի եւ բանակի հետ կապված նաեւ սահմանային պաշտպանությունը պետք է էականորեն իջեցնի մարդկային ուժի ներգրավումը եւ ամբողջությամբ հնարավորինս անցնի նաեւ նոր տեխնոլոգիաների հիման վրա պաշտպանության, այդ թվում արհեստական բանականության համակարգերով։ Երկրորդ ակտը պետքա վերաբերի կրթությանը։ Կրթության համակարգը Հայաստանում պետք է հիմնարար բարեփոխման ենթարկվի։ Մենք այստեղ ունենք հիմնարար ծրագրեր, սկսած որ պետք է դպրոցը դառնա ոչ թե 10+2, այլ 9+2+1։ Սա նշանակում է ավագ դպրոցը այս տեսքով պետք է վերանա ամբողջությամբ, սա ընդհանրապես դարել է տեղ, որտեղ երեխաներին սովորեցնում են չսովորել ուղղակի։ Կրթությունից դուրս մնալու տեղ է, առարկաները գրեթե ձևական են ամբողջությամբ դարձել։ Համալսարանական կրթության համակարգում նույնպես պետք է սկզբունքային փոփոխություններ կատարվեն, պետք է ուժեղանա դպրոց-բուհ կապը, շատ կարևոր է, որ վերջին տարին պետք է լինի կամավոր բուհ ընդունվելու համար, պետության հատուկ նաև հետ համագործակցությամբ եւ բուհի հետ համագործակցությամբ։ Իսկ 9+2 11-րդ դասարան ավարտող աշակերտը պետք է նաև միաժամանակ ավտոմատ ստանա միջին մասնագիտական կրթություն, օրինակ վեբ դիզայներ, սանտեխնիկ եւ այլն, որ ոչ միայն դպրոցի հետ մեկտեղ, իհարկե, եւ այսօր այդ փորձը կա, օրինակ Չայկովսկու դպրոցը այդպես է, երբ ավարտում է դպրոցը հանրակրթական, այսինքն ստանում է երեխան ավարտական փաստաթուղթ, նաև միաժամանակ կարող է օրինակ երաժշտական դպրոցներում աշխատել որպես դասավանդող։ Եվ դա շատ կարևոր է, սա շատ լավ փորձ է, որ մեր երկրում կա, աշխարհում էլ կա, եւ դա մենք պետք է ներդնենք, որպեսզի միջին մասնագիտական հարցերում օրինակ մասնագետների խնդիր մենք չունենանք, այսօր ունենք։ Դե դեպքում ինչ եք անում, քոլեջները վերացնելու եք։ Այսօր տեսեք ինչ պետք է արվի։ Ամենակարևոր քոլեջները այսօր նորից էլի տարերային ձևով ստեղծվել են ու նորից նպատակը խնդիրը չեն կատարում։ Մենք պետք է ունենանք խնդրի կատարում եւ ամենակարևոր հարցերից մեկը բուհերում բուհ ընդունվելու այդ միջակայքը պետք է լինի այնպես, որ երեխան ինքն իրեն կերտի դեպի բուհ, այսինքն ոչ թե հույսը դնի օրինակ դասախոս ծնողները կկարողանան վճարել կամ ուսուցիչ որպեսի պարապի, 2-3 առարկա պարապի, այն մյուսները թողի, հույսը դնի դրա վրա, չստացվեց, լավ չստացվեց, մյուս անգամ կփորձի կամ էլ չի փորձի, կգնա Ռուսաստան, ինչպես է կանալու, որ ռեպետիտորների կարիք չլինի։ Պետք է լինի միավորներով։ Տեսեք, ես ինքս դրանով նաև ուսանել եմ այդ համակարգերով, տեսել եմ ինչպես է դա գործում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ դա սա համակարգ է, որ երեխային տալիս է համոզմունք, հավատ ուժերին, հավատ, որ
ինքը ամեն ինչ իրենից է կախված։ Օրինակ, դպրոցում ստացած բալերը պետք է բավական լինեն։ Միավորներով է գնում եւ ինքը կառուցում է իր CV-ին, ռեզյումեն, այսինքն չէ, օրինակ, եթե երեխան ուզում է բժիշկ դառնա, պետք է լինեն միավորներ, օրինակ, ինքը պետք է լաբորատորիայում որևէ, ասենք, անցնի ամառային դպրոց, գնա կամավորական աշխատանք կատարի, պրոբոնո աշխատանք կատարի, հանրօգուտ աշխատանք եւ այդպես ոչ միայն որ ուսման ընթացքում է միավորները հավաքում, չէ, մրցույթների է մասնակցում, դրանք ամբողջը գումարվում են, բայց նաեւ ամառային դպրոցը չի հենց այնպես պարապության մատնված, գնում է ամառային դպրոց, կամավորական աշխատանք, սա նաեւ պետության լինելու է պարտավորությունը, այսինքն պետությունն է պարտավոր լինելու ապահովել դպրոցների բուհերի հետ համագործակցված։ Եվ ինքը տեսեք, միավորները հավաքելով վերջում արդեն ինքն իրեն նախապատրաստում է բուհական ընդունելության, այլևս խեղճ, գիտեք, ծնողը ինչի ասեցի այդ բառը, որ այսօր մեր ծնողները ինչ են, չէ, մանավանդ մեր հայ ընտանիքներում 16 ժամի փոխարեն գնան 24 ժամ կաշխատեն, 25 ժամ կաշխատեն, որ իրենց երեխան անպայման ուսում ստանա։ Հələ դուք մի հատ էլ ավելացրեք սրա վրա նկատի ունեմ այդ պարապելու ծախսերը, ապրելու ծախսերը, ահռելի թիվ է դառնում դրա համար ռեպետիտորները ձեզ չեն քվեարկի։ Ռեպետիտորները, հիմա ռեպետիտորները, էլի տեսեք ասեմ, այստեղ մենք ոչ թե մեր ծրագրերը ներկայացնում ենք զուտ քաղաքական տակտիկայից ելնելով որ ձայներ տանենք, այլ երկրին իսկապես օգուտ տալու։ Բայց տեսեք, եթե խոսքը վերաբերում է ուսուցիչներին եւ դասախոսներին, որոնք պարապում են, ես տարիներ առաջ ինքս էլ շատ կարճ ժամանակ, բայց արել եմ այդ գործը եւ գիտեմ դրա ես վստահ եմ, եթե վարձատրությունը լավ լինի, սոցիալական երաշխիքները, մեր ուսուցիչները, դասախոսները իրենք դրա կարիքը չեն ունենա։ Միջազգային ներգրավվածությունները, մրցումները եւ մրցույթները։ Երրորդ ոլորտը տնտեսությունն իհարկե։ Այստեղ սկզբունքային բարեփոխումներ են պետք։ Մեր տնտեսությունը պետք է մոդելային փոփոխություն ունենա։ Այստեղ մեր պարոն Անանյանը ղեկավարում է տնտեսական բլոկը, ինքը ավելի մասնագիտական կլինի, կասի, հա։ Այսինքն տնտեսությունը պետք է զարգացնի։ Բայց ես ուզում եմ մի քանի շեշտադրում անել որոշումների քաղաքական դիրքորոշման իմաստով։ Առաջին, մենք պետք է ներդրումային տնտեսությունից ներմուծող տնտեսությունից դառնանք արտահանող տնտեսություն։ Մյուսը, մեր տնտեսության կառուցվածքը այնպես պետք է փոխվի, որ ոչ թե հարկային քաղաքականությունը լինի, հարկային համակարգը լինի առաջատարը եւ հարկահավաքությունը տանի իր հետևից ամբողջը, այլ պետք է ինքը գնա տնտեսության հետևից։ Եվ այստեղ վերջին շեշտադրումս մենք պետք է ունենանք արդար հարկման համակարգ։ Սա ինչ է նշանակում։ Շատ եկամուտ ունեցողը վճարում է շատ, հարուստները վճարում են շատ, քիչ եկամուտ ունեցողները վճարում են քիչ։ Սա հիմնարար սկզբունք է։ Եվ այստեղ պրոգրեսիվ համակարգ։ Եվ այստեղ ես գիտեք, ես ասեմ ավելի ոչ տնտեսագետի, սովորական այսպես մարդու լեզվով Անանյանի հետ խոսեցել ենք սրա մասին, որովհետև իր հարկայինի, այսպես ասած, ղեկավար եղած ժամանակ պետական եկամուտների կոմիտեի նախագահ եղած ժամանակ հիմնվել է եւ ներդրվել է այս համակարգը։ Այս համահարթ համակարգը ինչ որ առումով դրա հեղինակներից մեկը նաեւ ինքն է։ Հիմա երբ որ դուք ասում եք պետք է պրոգրեսիվ համակարգ ներդրվի, մի փոքր չէ, շատ տեսեք, ամբողջը մնացած առաջին մասով պարոն Անանյանը կպատասխանի իր մասնակցության ձևի աստիճանի հետ կապված, բայց ես վստահ եմ եւ մենք այս համակարգը մշակել ենք միասին, որ այո, պետք է լինի արդար հարկման համակարգ եւ գիտեք, ամեն ինչը փոխվում, զարգանում է եւ մենք տեսնում ենք մի բան ներդրվում է, տեսնում ես որ կարող է լավ չի աշխատում, փոխվի եւ այլն, եւ վերջին ներեցեք վերջին ասեմ, կարող կարծիք փոխել կամ համակարգ փոխել։ Մենք ունենք նաեւ այսօր մեր պետության բնույթը հարկային քաղաքական իմաստով հակասոցիալական է։ Ինչ նկատի ունեմ։ Հարկման համակարգի ճնշող մեծամասնությունը եւ պարտադիր մասը ընկնում է աշխատողի վրա սովորական։ Աշխատողը ինչ ուզում է լինի, աշխարհն էլ քանդվի, աշխատողից գումարը տանում են։ Ամենաանարդար վիճակը, իսկ մեծահարուստները, խոշոր կազմակերպությունները կգնան իրաց հարցերը կլուծեն, արտոնություններ կստանան, օֆշորային, չգիտեմ որտեղ հաշիվներ կբացեն եւ այլն։ Այսա ինչ է կարաչ։ Չէ, մենք ասում ենք նա, որ պետք է փոխվի, վերափոխվի համակարգը, դրա համար էս արդար համակարգը ներմուծում ենք հենց դրանով, որ շատ եկամուտ ունեցողները, այո, պետք է վճարեն շատ։ Էլի աշխատող, եթե շատ աշխատավարձ է ստանում, շատ պետք է վճարեն։ Ես դա համարում եմ այսօրվա հարկման քաղաքականությունը աշխատողի նկատմամբ շատ անարդար։ Չէ, նկատում ձեր առաջարկածով պրոգրեսիվ համակարգի հետ ներդրվի իր արդարության սկզբունքով հանդերձ, էլի աշխատող
աշխատողի վրա է։ Այսինքն աշխատողը եթե շատ եկամուտ ունի, օրինակ, չգիտեմ, մեկը ստանում է 1.5 միլիոն դրամ, այդ դեպքում կարող է վճարել 30% հարկ, մեկը ստանում է, չգիտեմ, 300,000 դրամ, այդ դեպքում կարող է վճարել 15% հարկ։ Տեսեք, այս հարցով մասնագիտական ավելի պատասխան կտրվի։ Խնդրեմ, հասկացա։ Հա, ես ընդհանրապես ասեմ, որ մեզ համար աշխատող եւ բիզնես հարաբերակցությունում այստեղ աշխատողը հայտնվում է հակասոցիալական վիճակում։ Հասկացա, իրավունքները պետք է ավելի պաշտպանված լինեն։ Այո։ Լավ, եթե ձեր ուժը հաղթում է ընտրություններին, հիմա կա մի հատ process, որ Հայաստանն ավելի շատ դիստանցավորվում է Ռուսաստանից եւ փորձում է ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպական միության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Կա նաեւ քաղաքական հայտարարություն, որ Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամակցության հայտ ներկայացնել ապագայում։ Դուք ինչպես եք վերաբերում այդ գաղափարին, արդյոք եթե ձեր ուժը հաղթեց, դուք որպես այսպես առաջադիմական ներկայացող ուժ այդ հայտը կներկայացնեք։ Նայեք, նախ այն, որ մենք պետք է գնանք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացնելու ճանապարհով, դա մեր նաև քաղաքական ուժի դիրքորոշումն է եւ հստակ ընդգծված քաղաքական գիծն է։ Իսկ Եվրոպական միության Հիմա եվրոպականներ եմ ասում։ Այն, որ Եվրոպական միության հետ պետք է խորացվեն հարաբերությունները, սա նույնպես չի քննարկվում։ Երկու ուղղությամբ առնվազն անհատապես Եվրոպական միության պետությունների հետ եւ նաեւ Եվրամիության հետ առանձին ծրագրերով, օրինակ վիզաների ազատականացման հետ կապված, տարբեր անվտանգության բնագավառի, արդարադատության բնագավառի եւ այլն։ Եվ էլ չասեմ, որ նաեւ Եվրամիության մոնիտորինգային առաքելությունն է Հայաստանում, մենք ես դա համարում եմ Հայաստանի անվտանգության համակարգի գործոն կարևոր եւ դա նույնպես պետք է քաղաքացիական մոնիտորինգային առաքելություն, այո, բնակավայր սահմանամերձ բնակավայրերում որ անում են եւ դա ես կարծում պետք է շարունակվի կարևոր է։ Հիմա եկեք դառնանք Հայաստանի քաղաքականությանը։ Այսօր Հայաստանի իշխանությունները կեղծ քաղաքականությամբ են հայտարարած Եվրոպան, նրանք իրականում ոչ մի կապ չունեն եվրոպական արժեքների ու եվրոպական քաղաքականության հետ, ասեմ։ Այն օրենքը, որը դուք ասում եք, դա ձևական բնույթ ունեցող ընդհանրապես խաբեություն է, որ մեր ժողովրդին եւ մանիպուլյացիա է բացարձակ, որ նրանք տարածում են, որովհետեւ եթե նրանք իրական ունենային նման նպատակ, ինչի չեն դիմել Եվրոմիություն անդամության համար, կարող եք ասել թեկնածության համար։ Պարոն Թաթոյան, իշխանության ներկայացուցիչներին այդ հարցերը ես կուղեմ, դրա մասին պատիժ կա։ Ես կարող եմ դուք ինչ եք անելու։ Մենք հետեւյալն ենք, չէ, ես նաեւ ասում եմ դուք ձեր դիրքորոշման մեջ ասացիք, որ այսօր կարծեք թե այդպիսի process է օրենքը հայտարարվում է։ Հա, եւ դուք ճիշտ ասացիք, այդպես հայտարարում են, այո, բայց տեսեք Արշալույս, դա տեսեք որ այդպես նրանք տարածում են այդ խաբեությունը մարդկանց մեջ, որովհետև այդ օրենքը իրականում ոչինչ չասող է։ Օրենքը մեծ հաշվով դեկլարատիվ օրենք է եւ այլ, դա գիտենք, ես նկատում եմ դուք գնալու եք այդ ճանապարհով հայտ ներկայացնել ընդհանուր մինչև Եվրոպական միությանը ինտեգրվելու անդամակցության աստիճան գնալու եք թե ոչ։ Մենք Եվրոպական միությունը պետք է լինենք իրատեսական։ Եվրոպական միության անդամ դառնալը Հայաստանի համար հիմա իրատեսական չէ։ Մենք դրա համար ասացի, որ զարգացնելու ենք անհատապես հարաբերությունները եվրոպական երկրների հետ, նաև առանձին ծրագրերով Եվրամիության հետ եւ կոնկրետ ոլորտները նշեցի ես։ Այդվում Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների զարգացում այո, բայց անդամակցությունը անիրատեսական է։ Անիրատեսական է, որովհետեւ ես կարծում եմ Եվրոպական միությունը ինքը այն որ դուք համարում եք ներկայիս իշխանությունների եվրոպական կամ պրոեվրոպական քաղաքականությունը շղարշ, այսպես ասած, դրա հետ կապված եմ ցանկանում ձեր դիրքորոշումը ճշգրտել։ Եթե շղարշ է դա, ապա ինչու է Հայաստանում իրականացնում երկու կարևորագույն միջոցառում բոլորովին վերջերս։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը առաջին անգամ անցկացվեց Հայաստանում 8-րդ գագաթնաժողովը եւ առաջին անգամ պատմության մեջ Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովը։ Եթե այդքան անիրատեսական եւ, չգիտեմ, քաղաքական թոս փչել է իշխանության պրոեվրոպական կամ դեպի Եվրոպա գնալու քաղաքականությունը, եվրոպացիք չեն հասկանում դա եւ ցանկանում Հայաստանում նման միջոցառումներ են իրականացնում։ Եկեք մի քանի րոպե քննարկենք։ Նայեք, նախ այդ գագաթնաժողովը եւ այս միջազգային միջոցառումները միանգամից ընդգծեմ ինձ համար, իմ երկրի տեսանկյունից կարեւոր են։ Դրանք կարևոր են, որովհետև Հայաստանը դարձավ եվրոպական քաղաքական համայնքի կողմից Եվրոպային վերաբերող հարցերի քննարկման հարթակ, եվրոպական այդքան քաղաքական ղեկավարները եկան։ Սա շատ կարևոր է։ Հիմա եկեք հարցը քննարկենք մի ուրիշ տեսանկյունից։ Ինչ օգուտ ստացավ մեր երկիրը։ Ես 6 կետ էի առանձնացրել եւ հատուկ նշել էի, որ եթե ինքդ չես սահմանում, թե ինչ է քեզ համար հաջողություն, ապա ուրիշները ցանկացած արդյունք քեզ համար կնախատեսեն որպես հաջողություն։ Հիմա 6 կետով գնանք։ Վիզաների ազատականացում եւ հետո նաեւ ես ստուգմամբ դրան վրայով նաեւ անցա։ Վիզաների ազատականացում։ Մենք պետք է ունենայինք
կոնկրետ ժամկետ, կոնկրետ ծրագիր, թե երբ է Հայաստանում ներդրվելու։ Օրինակ, մինչև տարվա վերջ ներդրվելու է։ Մինիմում այդպես պետք է աներ։ Ունենք, չունենք։ Դե մինչև տարվա վերջ վիզաների ազատականություն չէր Ինչու՞ դա։ այդ Մոլդովան ու Վրաստանը ինչու արեցին։ Վրաստանը Մոլդովան դրա համար մոտավորապես 7-ից 10 տարի ժամանակ են Բայց դա չի նշանակում, մեր բանակցությունները 1 տարի տարի Շալուշ ջան, այս իշխանությունները 8 տարի այս մարտիկ իշխանության են։ Չէ, իշխանությունը 8 տարի է իշխանության։ Վիզա դիալոգը, վիզաների վերաբերյալ բանակցությունները սկսել են բոլորովին վերջերս։ Դեռ հիշում եմ 2013 թվականից վիզաների ազատականացման հարցերը միշտ քննարկվել է։ Հիմա հարց։ Բայց բանակցություններ չի սկսել։ Բայց ինչի չեն սկսել։ 8 տարի է իշխանության են։ Ինչի չեն սկսում։ Հիմա դրա համար ես ասում եմ, նկատում եմ, երբ որ դուք ասում եք պետք է մինչև տարի վերջ պետք է հստակ ժամկետ սահմանվեր։ Ես դա եմ ասում, որ պրակտիկայում չկա նման դեպք, երբ վիզաների վերաբերյալ բանակցությունները սկսում են եւ տարի ու կես 2 տարվա ընթացքում ստանում են։ Իսկ ես ասում եմ հետեւելը Արշալույս, ինչի այս իշխանություններին են իմ պահանջները, ինչի ավելի շուտ չեն սկսել։ Այսքան տարի եղել են իշխանության, ինչ են։ Չէ, ոնց չեն։ Ուրեմն անկարող են։ Ոչ, ուրեմն անկարող են այս իշխանությունները այդ հարցերը չունեն քաղաքական կամք։ Երկրորդ, առևտրի հարցեր։ Մենք պետք է ունենայինք կոնկրետ ներդրումներ առևտրի բնագավառում, որ օրինակ Թուրքիայի հետ առևտրի կանոնները ինչու պետք է ավելի լավը լինեն, քան Հայաստանի հետ։ Դրանք պետքա գոնե նույնը լինեին, այսինքն իշխանություն պետքա լինի Հայաստանում։ Երրորդ, Թուրքիան միասնական դամուր մաքսիմումության մեջ է, չեմ զգալի։ Երրորդ, ներդրումներ, ներդրումային ծրագրեր կոնկրետ բնագավառներում, տրանսպորտ, հաղորդակցություն չկա։ Չորրորդ, անվտանգության համակարգ։ Առևտրի հարցը ճշտենք, նոր գնանք առաջ։ Դուք չգիտեք, որ օրինակ Թուրքիան Եվրոպական միության հետ առևտրային այլ ռեժիմ ունի, ինչպես եւ Վրաստանը։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Մենք էլ պետք է այլ ունենանք։ Ինչ պետք է ունենանք։ Ինչ պետք է ունենանք։ Մենք էլ այլը մեր հայ, բայց ես չեմ ասում Թուրքիայի ռեժիմը, ես ասում եմ նույն պայմաններով, ինչ որ Թուրքիան գոնե։ Ինչ չէ՞ ԵԱՏՄ անդամ չի։ Ինչ կապ ունի ԵԱՏՄ-ն։ Հայաստանը, Թուրքիան Հայաստանը մեկ մաքսային միության մեջ է, Թուրքիան Եվրոպական միության հետ կարելի ասել մաքսային միության մեջ է։ Թուրքիան Եվրոպական միության անդամ չէ, այստեղ այդ է կարևոր ինձ համար։ Մենք էլ Եվրոպական միության անդամ չենք։ Եթե մենք ուզում ենք գնանք այս իշխանությունները, այո, բայց եթե այս իշխանությունները գնում են այդ ճանապարհով, ինձ համար կանոն է։ Պարոն Անանյանին հարցրեք, ինքը լավ կբացատրի։ Տեսեք, այստեղ քաղաքական, այստեղ Չէ, ես այստեղ որևէ մեկի կարիքը չունեմ հարցնելու, որովհետև սա նախ իմ մասնագիտական աշխատանքն է եղել ամբողջ կյանքս։ Ես Եվրոմիության հետ շատ մանրամասն եմ միշտ աշխատել, ու ես շատ լավ առևտրին մասով նաև արդարադատության բոլոր մյուս հարցերով։ Ինձ համար շատ կարևոր կանոն է այստեղ։ 8 տարի լինես իշխանության ու միջև հիմա առևտրի կանոնների հարցում փոփոխություններ չունենաս, այդքան դու քաղաքական իմաստով անընդհատ հայտարարես Եվրամիությունը ինչքան մեծ հնարավորություն կտա, կգնանք, չէ՞, Նիկոլ Փաշինյանը ամբողջ դամասն է։ Լավ, ինչ պետք է տար ԵԱՏՄ անդամ պետությանը, ինչ պետք է տար, որպեսզի տար պետք է ԵԱՏՄ-ից դուրս գաս։ DCFTA գոյություն ունի, դա ազատ առևտրի ինչ որ ռեժիմն է Եվրոպական միության հետ, որը ժամանակին, երբ որ դուք նաև պաշտոնյա եք, մենք չստորագրեցինք եւ միացանք մաքսային միությանը, հիշում եք Սերժ Սարգսյանի հայտարարությունը, հա։ Որպեսզի մենք այլ ռեժիմի մեջ մտնենք, DCFTA ստորագրենք, մենք ԵԱՏՄ-ից դուրս պետք է գանք։ Հիմա դուք կողմ եք, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Այս իշխանությունները ամեն օր ասում են, չէ՞, Ռուսաստանի նախագահի դες վերջին հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ մենք Ռուսաստան Եվրոմիության հետ հարաբերությունները այնքանով որքանով չի վնասում Ռուսաստանը։ Հիմա հարց 8 տարի իշխանության եք։ Ինչն է խանգարում, որ առևտրի հարցում ունենանք առաջընթաց։ Ինչն է խանգարում։ Ես համաձայն չեմ։ Սա իմ կարծիքով այս իշխանությունների հարցից խուսափելու, փախնելու ձևերից է։ Այսինքն կարծում եք ԵԱՏՄ-ում լինելով ճշգրտ ենք, մենք կարող ենք Եվրոմիության հետ ունենալ արտոնյալ առևտրի ռեժիմ։ Անունը կդնենք արտոնյալ թե ինչ, զարգացնել, խորացնել, այո։ Մյուս կետը՝ անվտանգություն։ Գրել են այդտեղ, ես տեսել եմ մանրամասն Եվրոջաստի հետ հարաբերություններ, Frontex-ի միջոցով ասեմ, ես նրանց հետ գրեթե բոլորի հետ աշխատել եմ, երբ ես ՄԱԿ-ում էի աշխատում, սահմանների կառավարման ծրագրում։ Այո, Frontex-ի Frontex-ի հետ շատ մանրամասն աշխատել եմ։ Գիտեմ նրանք շատ կարևոր կազմակերպություններ են, բայց ուր են ուղիղ ծրագրերը, անվտանգության համակարգ, սահմանների պաշտպանության, կիբերանվտանգության բնագավառներում չունենք։ Մյուսը, Արցախի դեռ դեկլարատիվ հայտարարություններ են, ճիշտ եմ հասկանում։ Արցախի մեր հայրենակիցները ոչ մի հարց Արցախի մասին, մարդու իրավունքների մասին Եվրոպան մոռացել է, բայց այս ամենը ինչի համար է,
Ոչ թե ես հիմա մեղադրում եմ Եվրոպային այստեղ, որովհետև սա առաջինը Հայաստանի իշխանությունների խնդիրն է, այլ ոչ թե Եվրոպան ունի իր շահերը, ամեն մեկը ունի իր շահերը, չէ՞։ Մենք պետք է հասկանանք մենք ինչ ենք ուզում, եթե լուրջ պետությունները գնում են միջազգային գործընկերների մոտ պահանջների ցուցակով, այլ ոչ թե շնորհակալություններ ստանալու հույսով։ Եվ մենք արդյունքում ինչ ունեցանք, ուղղակի լավ սիրուն տեսարաններ, բարի ժպիտներ, դրանով վերջացավ։ Սա նշանակում է մենք ռազմավարություն չունենք։ Սա դիվանագիտություն չէ, որ այս իշխանությունները արեցին, ոչ թե Կարծում եք արդյունքներ չեն եղել այդ միջոցառումների։ Շոշափելի կոնկրետ օգուտներ իմ երկրի համար ես 6 կետ թվարկեցի այս պահին։ Հասկացա։ Լավ, տեսեք, դուք կարևորեցիք այդ միջոցառումների անցկացումը, այդ առումով, եթե դուք լինեիք օրինակ իշխանություն, հա, նախ կանցկացնեիք այդ միջոցառումները, թե ոչ, ենթադրում եմ կանցկացնեիք, եթե կարևորում եք, երկրորդը այստեղ էր Զելենսկին եւ արեց հայտարարություններ, որոնք դուր չեկան մեր հյուսիսային հարևանին, բարեկամին, չգիտեմ, դաշնակցին, գոնե նոմինալ դաշնակցին, հա։ Դուք օրինակ ինչպես կվարվեիք։ Ես անպայման այս միջոցառումները շատ ավելի բարձր մակարդակի կանցկացնեի Հայաստանում, Երևանում։ Զելենսկուն կհրավիրի։ Հիմա գալիս եմ դրան։ Կանցկացնեի։ Մյուսը, ես այս ծրագրերը հստակ որ ասեցի, նախապես աշխատելով Եվրամիության երկրների հետ, տարբեր այլ գործընկերների հետ, ասենք բոլորը կաշխատեի հնարավորինս մտցնել օրակարգերի մեջ։ Իմ երկրի ազգային շահերի հարցը, հələ ես մի քանի հատ չթվարկեցի, սահմաններից ներխուժած հատվածներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարց, գերիների հարց, անհայտ կորածների ընտանիքների իրավունքների հարց եւ այլն։ Այս ամենը ես նույնպես անպայման կնշեի, որ ավարտական Հայաստանի կարիքները ամբողջությամբ կլինեին այնտեղ։ Ամբողջությամբ կլիներ, ինչքան հնարավոր է։ Մյուսը, Զելենսկու գալու հետ կապված ես ասել եմ Զելենսկի, ես մեծ հաշվով դեմ չեմ դրան, որ եկել է, բայց այստեղ դու պետք է ռիսկերի կառավարում իրականացնես։ Եթե քո երկիր գալիս է նման ղեկավար, նման պետության, չէ՞, ով քո ռազմավարական դաշնակցի հետ, չէ՞, փաստաթղթերով այդպես է, ունես դու խնդիրներ, նրանց միջև պատերազմ է, ապա եթե դու քո երկիրը բերում ես, դարձնում ես ուրիշի միջև կոնֆլիկտների սրման, հրահրման հարթակ, որ քո երկրից արվում են նման հայտարարություններ, քեզ ինչին է պետք դա։ Իմ երկրի շահերից չի բխում դա։ Այսինքն պետք չէր հրավիրել իրեն։ Հրավիրել կարող էր, ես խնդիր չունեմ, բայց պետք է դիվանագիտական աշխատանք տարվեր։ Որովհետեւ նման հայտարարություններ չարվեր, այո, որտեվ նշվեր, որ այսպես մենք հարցեր ունենք եւ մյուսը, գիտեք, այսպեսի բան։ Այստեղ ես չեմ նայում թե Ռուսաստանը ինչ ասեց։ Ռուսաստանը բնականաբար արձագանքելու էր։ Այստեղ կարևոր է, որ դու, որ մայիսի 9-ի շքերթի հետ կապված, մեր հայրենակիցների ներդրման, բայց այդ երկրի հետ մենք այսքան մեր ընտանիքներ տասնյակ հազարավոր գնում են այնտեղ արտագնա աշխատանքների, չգիտեմ, ընտանիքները դրանով են պահում։ Դու ո՞նց ես նման բաներ, այսինքն հարաբերությունների սրացում թույլ տալիս, բայց այստեղ մի հարց էլ կա։ Մենք կոնկրետ ռուսների հետ Ես օրինակ ասել եմ, մենք հարցեր ունենք ռուսների հետ եւ ռուսական իշխանությունների հետ աշխատանքը հեշտ չի ու չպետք է հեշտ լինի, բայց այստեղ օրինակ սկսած նրանց միջամտություններից մեր ադրբեջանական հարձակումների ժամանակ մեր նկատմամբ եւ այլն, բայց սա նաեւ եղել է հենց այս իշխանությունների պատճառով նման ձախողումները։ Ու ես գիտեք ինչն է այստեղ ամենից շատ ինձ համար կարևորներից մեկը Ադրբեջանի նախագահը ձախողումն է եղել իշխանության պատճառով, որ Ռուսաստանը չարձագանքեց Հայաստանի խնդրանքին արձագանքել Ադրբեջանի հարձակմանը, թե Ադրբեջանի հարձակումն է եղել այս իշխանության։ Այո։ Արդյունքը, պատերազմը եւ տարածքների կորուստը եղել է այս իշխանության ձախողված քաղաքականության արդյունքը։ Եվ Ռուսաստանը, որ չմիջամտեց, նախ այո, չմիջամտեց այս իշխանության ձախողված քաղաքականության արդյունքն է, բայց ես ինձ համար օրինակ ռուսական իշխանությունների ու ՀԱՊԿ-ի հիմնավորումները ընդունելի չեն։ Ասենք ասում էին, որ այս իշխանությունները սխալ հոդվածով են դիմել, չէ՞։ Ինչքան էլ սխալ հոդվածով դիմեն, դա ինչ պատճառաբանություն է։ Հետո պարզվեց ճիշտ հոդվածով։ Չէ, ինչ ուզում է լինի, դա ինչ մյուսով է, մյուսով։ Եվ ասում էին սահմանները ձեր դելիմիտացված չեն։ Սա ինչ պատճառաբանություն է։ Երբ իմ երկրի նկատմամբ հարձակում է իրականացվում, մենք ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ ենք, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, ակնհայտ է պետք է նստենք մեր գործընկերների հետ քննարկենք։ Մի բան էլ ասեմ, ամենաստեղ կարևոր հարցն էլ կա։ Ադրբեջանի նախագահը ելույթ ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը նվաստացրեց ամենավերջին ձևով հայ ժողովրդին ու հայ ազգին։ Նիկոլ Փաշինյանը չտվեց ոչ մի պատասխան։ Մի հատ էլ հələ փոքր երեխայի նման նա հանդիմանեց նրան, սա էլ
փոքր երեխայի նման ասում է ինձ հրավիրեք եվրոպացիներին նախատեց հայ ժողովրդի ինչով նվաստացրեք։ Ոչ, խոսած որ վերջը դրել անջատողականությանը եւ այլն։ Հա, Բայց դա մեր հայտնի ազգային արժեքներին է վերաբերում, իսկ եվրոպացիները պատասխանեցին ինքը չէ։ Տեսեք, ես ինչի եմ իրան ասում Ալիևի այդ բառով եմ ասում տասովշիկ, որովհետեւ ինքը հասկանում եք առաջ է տանում Ադրբեջանի ազգային շահերը։ Ադրբեջանում այսօր ակնհայտ խոսում են պաշտոնյաները այն մասին, որ պետք է այնպես անել, որ ընտրվի ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը, որտեղ նրանց գործունեությունը համապատասխանում է Ադրբեջանի ռազմավարական շահերին։ Օրինակ ես Եվրամիությանը նամակ եմ գրել։ Գուցե դա անում է, որպեսզի նոր սպառնալիքներ չստեղծվեն Հայաստանի համար։ Այն ինչ որ դուք անվանում եք, չգիտեմ, տասովշիկություն, բայց գուցե այդ ճկունությունը իրենց տեսանկյունից իրենք իրականացնում են, որպեսզի նոր սպառնալիքներ չստեղծեն, որովհետև ժամանակին Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին քննադատում էին նկատի ունեք։ Չէ, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանին եւ ԿՊ-ին մեղադրում էին նրա մեջ, որ, չգիտեմ, շատ այսպես պին դիրքերից էին հանդես գալիս, ոչ մի զիջողականություն չկար, հայտարարում էին Արցախ Հայաստանը եւ վերջ, եւ այլ, ուլտրանացիոնալիստական այսպես դիրքորոշում էր, եւ դա ըստ այդ քննադատողների բերեց պատերազմի։ Հիմա այդ նույն քննադատողները ասում են, ախր շատ զիջողական եք, պետք չի այդքան զիջողական լինել։ Դա էլ էս ջախջախված վիճակում պատերազմից հետո։ Շատ լավ հետարքիր ձևակերպում էր այդ ման ճկունություն, չէ, ասացիք արշալու, շատ հետարքի։ Նիկոլ Փաշինյանը այսօր ես չեմ կարող ձեզ նման գնահատականներ տալ։ Չէ, ես հետարքիր էր, ես ձեզ այսպես ձեր ասացի հետ կապված չի հարցը, այլ ձևակերպումը Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանը այսօր ունի նույն հռետորաբանությունը, ինչ Ադրբեջանի նախագահը։ Լրիվ համընկնում է։ Ինքը նույնն է խոսում, այնտեղ նույնն են խոսում։ Ինքը ստեղից ասում է Արցախի շարժումը ճակատագրական սխալ էր, Ղարաբաղյան շարժումը։ Ասենք ո՞նց կարա Հայաստանի վարչապետը հայը դες բան ասի։ Այդ նշանակում է տասնյակ հազարավոր առաջի երկու պատերազմների իրար հետ զոհեր, հենց այնպես է եղել, բայց դու ի՞նչ ես գնալու պատասխանես այդ մարդկանց։ Ասում է Արցախյան շարժումը ճակատագրական սխալ էր։ Արցախյան շարժումը պատասխան էր նրան, որպեսզի տեղի չունենա նոր ցեղասպանություն, որպեսզի մարդիկ պաշտպանեն իրենց իրավունքները, կենսական իրավունքները։ Բայց դու ո՞նց ես գնում նման բան հայտարարեցին։ Այս աստիճան բարոյազուրկ, հələ մի հատ էլ իրենց իշխանության աջակիցները էլ ամենա այդ տասովշիկ բառը, որ ասում եմ, շատ ավելի վատ բառերով էլ հիմա պետքա նկարագրել նրանց, որ այսպես հայտարարություններ են անում, գիտեք ինչի, հանուն իրենց քաղաքական շահերի։ Ադրբեջանի նախագահը ասում է Ադրբեջանի նախագահի պահանջով Հայաստանի սահմանադրության փոփոխության Ալիևի հանրաքվե եմ։ Հիմա դրանք կգանք Ռուսաստանի հետ կապված։ Ինչպես եք պատկերացնում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը, նախ վերադարձ, այսպես նախկին դաշինքային ձևաչափին, հապկում անդամակցության ապասառեցում, թե այլ բան։ Նախ Հայաստանը որպես պետք է լինի պատասխանատու իշխանություն եւ ինքը չի հրաժարվելու իր ոչ մի միջազգային պարտավորությունից։ Սա հստակ է։ Մեկ օրինակ բերեմ, այս իշխանությունը Արցախի արցախցիների իրավունքների պաշտպանության հարցով դիմել է Արդարադատության միջազգային դատարանին եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին 2023 թվականին, մեկը նոյեմբերին, մեկը հոկտեմբերին կոչ են արել ապահովել վերադարձը, հիմա ամբողջությամբ հրաժարվում է դրանից։ Երկրորդը Ռուսաստանի հետ կապված Հայաստանը պետք է անպայման ամեն ինչ անել, իջեցնել կախվածությունը Ռուսաստանից, այս իշխանությունը ավելի է ուժեղացրել կախվածությունը։ Տնտեսական նկատառում։ Ինչու՞ն բանձնական տվյալները, անվտանգության ամենաուժեղ համակարգը Yandex համակարգը ռուսական է։ Yandex համակարգով քաղաքապետարանը ծրագրեր է իրականացնում։ Իմ անձնական տվյալները ինչի պետք է ուրիշ երկրի հատուկ ծառայությունների երևի կողմից մշակված համակարգերի տակ լինի։ Նույն տարբերակով Google-ն էլ ունի մեր անձնական տվյալները։ Բայց դրա համար մենք պետք է այս հարցում հնարավորինս պաշտպանված լինենք, ոչ Google, ով ուզում է լինի։ Այսօր շատ կարևոր է, եթե Ռուսաստանից ենք խոսում, չեն կարող մեր Gmail-ները փակել։ Բայց եթե չէ, Gmail-ները ինքը ես օրինակ վստահում եմ Gmail-ին, ունի պաշտպանված համակարգ, բայց օրինակ մնացածին անընդհատ դրամասն է, չէ, ասում են իշխանություններն են խոսում ամեն անգամ այդ ռուսական միջամտությունների մասին, իրենք են մեզ տանում դնում դրա տակ։ Ես այդ հակասություններն է ակնհայտ։ Մենք պետք է իջեցնենք կախվածությունը, երբեք չպետք է այնպես լինի, որ մենք կախվածություն ունենանք միակողմանի։ Դա չպետք է տանի նրան, որ մենք կամուրջներ վառենք, սա էլ չի կարելի, որովհետև ռուս հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամություն կա, մշակութային կապեր կան, արտագնա աշխատանքներ կան, 100 հազարավոր այդքան ընտանիքներ այնտեղ են ապրում, միլիոնավոր մարդիկ հայեր։ Սա նույնպես կարևոր է եւ վերջո այո, անվտանգության հարցեր կան, տնտեսական կախվածությունը եւ այլն։ ՀԱՊԿ-ի հետ կապված։ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ պետություն է։
նշանակում է ունի նաև իրավունքներ, պահանջներ ներկայացնելու, պատասխաններ ստանալու եւ այլն։ Եվ իմ կարծիքով պետք է ակնհայտ է, որ կան խնդիրներ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում, պետք է նստել ռուս գործընկերների հետ ազնիվ քննարկում անել։ Ես վստահ եմ, որ նրանց հետ ճիշտ աշխատանքի պայմաններում հնարավոր է հասկանալ ինչն է ի վերջո այդ խնդիրների պատճառները եղել։ Այստեղ շատ բան կա, վստահ եմ, որ մենք չգիտենք, որտեղ նախ իշխանությունն է գաղտնի պահում շատ բան մեզանից։ Եվ պետք է հասկանանք իշխանություն լինելու պարագայում որոնք են հարցերը եւ այնպես անել, որ օրինակ 22 թվականի սեպտեմբերի 12-ի նման չլինի, որ աջակցություն խնդրենք ՀԱՊԿ-ից։ Իսկ դու մեկը համաձայնեք նրա հետ, որ ՀԱՊԿ դա մեծ հաշվով Ռուսաստանն է։ ՀԱՊԿ-ի հետ պետք է աշխատել, այո, Ռուսաստանի հետ։ Մեծ հաշվով Ռուսաստանն է, այո։ Հիմա Ռուսաստանը եթե չի արձագանքում ինչ որ բանի, որ տեղի ունենում Հայաստանի անվտանգության խնդիրներով պայմանավորված, հա, ինչն է ձեզ համար այստեղ, որ ասում եք ինչ որ բաներ կա, կարող է մենք դեռ չգիտենք, էլի։ Կա Ադրբեջան, կա Հայաստան, կա Թուրքիա, ենթադրում եմ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի կարևոր են, քան Հայաստանը իր համար հատկապես այդ ժամանակ, եւ դրա համար մոտավորապես չի արձագանքել։ Տեսեք, նախ Հայաստանը երբ ունենա կարող իշխանություն, երբ մենք գանք իշխանության, կարողանալու ենք վստահ եմ աշխատել ռուսական իշխանությունների հետ այնպես, որպեսզի հասկանանք, որպեսզի նման խնդիրներ չունենանք։ Այստեղ մի բան է ձեզ համար իշխանությունը հստակ հայտարարում է վերադարձ ապասառեցում, այսպես ասած, ՀԱՊԿ-ի հետ կապված թեման անցյալ թեմա է, չգիտեմ, անցած տարվա ձյուն է, հալչել գնացել է, հա, հալել գնացել է։ Ձեզ համար այդ խնդիրը քննարկելի է, առնվազն եւ հնարավոր է ապասառեցում։ Նախ պետք է հասկանանք պատճառները, շատ կարևոր է։ Պետք է հասկանանք պատճառները։ Իշխանությունը մեզ այդպես էլ ոչ մի հստակ պատճառաբանություն չի ներկայացրել։ Մյուսը, որ դուք ասում եք ռուսների հետ հարաբերությունները ռուսական իշխանությունների, տեսեք, այս իշխանությունը արել է քայլեր, որոնք օրինակ կարող է Ռուսաստանը անցալել իր դեմ։ Օրինակ, վավերացրել է միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը։ Դուք լինեիք մարդու իրավունքների, հիմա ասում, մարդու իրավունքների տեսանկյունից կարևոր է։ Այո, պետք է։ Հիմա բայց այս իշխանությունը վավերացնելուց հետո ինչու՞ չի դիմում որևէ անգամ միջազգային քրեական դատարան։ Դրա վերաբերյալ կարող եք միանշանակ քննադատել այս իշխանությունը։ Չէ, դրա վերաբերյալ կարող եք քննադատել։ Իշխանություններին, տեսեք, ինչու՞ չի դիմում, որտեվ Ալիևը 90-ական թվականների հանցագործությունների այսպես կոչված կեղծիքներով իբր մենք ենք արել, անընդհատ մեզ սպառնում, հա, դրա համար էլ Արևմտյան Ադրբեջան կոնցեպտը բերել են մեջտեղ։ Մենք, որ ունենք 2023 թվականից սկսած, 20-ից սկսած ներողություն, 16-ից սկսած, բայց եթե միջազգային քրեական դատարան ենք ասում, օրինակ եկեք 22 թիվը վերցնենք, որ ջերմուկում կոնկրետ հանցագործություններ են կատարվել։ Գայանե Աբգարյանին դաժանաբար սպանել են Ադրբեջանի զինվորականները, ամենադաժան ձևի խոշտանգել են։ Իրական Հայաստանի տարածքն է։ Այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանը ամբողջ օրը իրական Հայաստան է ասում։ Դրա վերաբերյալ կարող եք մշտապես միանշանակ կարող եք քննադատել այս իշխանության դրա մասով։ Այսինքն ռուսական իշխանություններին ճիշտ էր այդ ձեր կարծիքով Հռոմի ստատուտը ստորագրել է, ճիշտ էր, թե ոչ վավերացնել է։ Այո, բայց ես դրա մասին ասել եմ, միշտ էլ ասել եմ, որ դա պետք է։ Իհարկե, որովհետև ես ամբողջ կյանքս աշխատել եմ միջազգային դատարանների հետ, բայց տեսեք, այստեղ հարց է գալիս, դու այդքան 24 թվականի փետրվարից ուժի մեջ է ստատուտը։ Դու ինչի՞ չես դիրել 2 տարի է արդեն համարյա ավելի անցել է, վավերացվել է, բայց այդտեղ Ռուսաստանի իշխանությունները դու հիմք ստեղծում ես, որ մտածեն ուրիշ բաներ, չէ՞։ Հարցը ես ռուսներին չեմ, ռուսական իշխանությանը չեմ որևէ ձև այստեղ պաշտպանում։ Իմ երկրի շահերը Ադրբեջանի դեմ չես դիմում, Մոսկվայում մտածել որ իրենց դեմ ես։ Բայց եթե դու չես էլ դիմում Ալիևի դեմ, այնին դա դեից լկտի անում, սանձարցակ դառնում, ասում եմ, բանա 90-ական թվականների հանցագործությունների համար դուք պիտի ձեր գան վերաբերել։ Հայաստանը բայց Ռուսաստանի նաև առաջարկեց երկու պայմանագիր ստորագրել դրա վերաբերյալ, որ իրենց վրա չտարածվի, Ռուսաստանը հրաժարվեց։ Բայց ինչ կապ ունի, այսինքն դա նշանակում է դու այնքան անկարող ու վախկոտ իշխանություն ես, որ երրորդ երկիր քո հետ չի ստորագրում պայմանագիր, դու միջազգային քրեական դատարանի ստատուտը վավերացնես չես։ Ես հասկանում, եթե դու հենց որ դուք եղաք իշխանության, այդ հայցերը կներկայացվեն միջազգային դատարան։ Ես Ալիևին դիմել եմ իմ ուղերձով, ասել եմ, այդ ի՞նչ ես մեծ խոսում։ Եթե համաձայն չեք, եկեք գնանք միջազգային քրեական դատարան, գտեք որևէ երկիր, որ կդիմի օրինակ, մեր դեմ ենթադրենք, եթե դուք չեք դիմում, եկեք միասին գնանք միջազգային քրեական դատարան։ Հասկացա։ Հուսով եմ լսել է Ալիևը ձեր քննադատությունը, պարոն Թաթյան։ Սա առաջարկ է եղել, այո, ես քննադատել միշտ ասում եմ։ Դուք որ լինեք երկրի ղեկավար, այս տարի մայիսի 9-ի միջոցառումների Մոսկվա կմեկնեիք։
Սա հարց է, որ պետք է տարբեր կողմերից քննարկել, հասկանալ։ Ես տեղյակ եմ այս իշխանությունը հայտարարել, որ չի մեկնելու։ Այս իշխանությունը այնքան կապրիզներով է շարժվում։ Ես չգիտեմ, կարող է Նիկոլ Փաշինյանը մի հատ երազա տեսել, հետո հելել կամ առավոտը, չեմ կարող ասեմ, նրանք Չէ, բացատրությունն է, որ նախընտրական իրավիճակ է Հայաստանում, դրա համար չի մեկնել։ Դուք կմեկնեիք։ Իմ կարծիքով շատ ծիծաղելի պատճառաբանություն, ես պետք է հասկանայի, ինչ մեկնելը ինչ կտա, չմեկնելը ինչ կտա, կշռադատված որոշում պետք է լինի։ Նախընտրական հաստատ նախընտրական քարոզչական վիճակով ցույց չէի տա, բայց մի բան, ես երբեք չէի անի քայլ կամ կանեի քայլ ելնելով Հայաստանի պետական շահերից, անվտանգության շահերից ելնելով եւ տնտեսական եւ նաեւ հաշվի առնելով, որ իմ հայրենակիցները մեծ ներդրում են արել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հայրենական պատերազմի ժամանակ, ոչ միայն մարտի դաշտում լինելով, այլ նաեւ մեր թիկունքը պահելով։ Հասկացա, դուք մերժում եք, ես ճիշտ եմ հասկանում ձեր հայտարարություններից, ասում եք, որ մենք որ եկանք, այսինքն ձեր ուժի իշխանության այդ ժամանակ կլինի իրական խաղաղություն, մերժում եք այս տարբերական խաղաղության, որ իշխանությունները գնում են, այդ դեպքում եթե հենց դուք գաք իշխանության, հա, ինչ եք անելու այս փաստաթղթերի հետ, սարսնելու եք բանակցությունները, վերաբանակցելու եք այս փաստաթուղթը, ինչ լծակներ ունեք, որպեսզի Բաքվին ստիպեք հրաժարվել իր հավակնություններից։ Առաջին, այսօր այս իշխանությունը խոսում է խաղաղությունից, դա նրանց լարած թակարդն է հերթական։ Ինչու՞։ Տպավորություն են ստեղծել, թե մենակ իրենք են խաղաղությունից խոսում, բոլորը պատերազմից։ Հայաստանում չկա ոչ մի այսօր կուսակցություն, ոչ մի քաղաքական ուժ, որ ասի մեզ պատերազմ է պետք։ Բոլորը խաղաղություն են։ Բայց բոլորը ասում են, որ եկանք փոխելու են սա։ Չէ, մի րոպե ասեմ, բայց հիմա կգամ դրան։ Բայց ինչ է այս իշխանությունը արել։ Ստացվում է տպավորություն, ով ավելի շատ կխոսա խաղաղությունից, նա էլ հաղթում է, ով բարձր կգոռա։ Իրականում այս իշխանության քաղաքականությունը պատերազմի տանող ամենակարճ ճանապարհն է զիջումներով եւ այստեղ մի կարեւոր բան ասեմ ձեզ։ Այս շղարշի ներքո նրանք փորձում են թաքցնել հարց։ Դուք ինչու եք ձախողել իմ երկրի անվտանգության համակարգը այնքան, որ Ադրբեջանը սպառնում է մեզ պատերազմով։ Դուք ինչու եք ձախողել, չեք կարողացել ոչ մի բան անել, դու լինելով վարչապետ, ոչինչ չես արել, որ 8 տարվա մեջ, որ հիմա ասում ես, եթե ես չեղա պատերազմ կլինի։ 6 տարի, որը եկեք 20-ից վերցնենք, որը ավելի շատ ժամկետ է, քան 41 եւ երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ժամանակահատվածը։ Այդ մեծ ժամանակահատվածի համար զսպման կարողություններ 6 տարի անցել է հիմա 20-ից 26 թիվը։ Հիմա ես ասում եմ, այդքան ժամանակահատված ավելի մեծ ժամանակահատված է, քան առաջին եւ երկրորդ համաշխարհայինների միջև։ Ներողություն, քան երկրորդ համաշխարհային պատերազմի տևողության ընթացքում, հա։ Եթե դուք այդքան ժամանակ չեք ստեղծել զսպման կարողություններ մեր երկրի համար ու ասում եք ես չլինեմ լինելու է պատերազմ, հիմա էլ շանտաժ եք անում մեր պետության նկատմամբ, ինչ կապ ունի Պողոսը կլինի թե Պետրոսը վարչապետ, եթե կա համակարգը։ Սա նրանց նույնպես լարած թակարդն է։ Ես հիմա սա գնահատական էր այս խաղաղության կոնցեպտին, շատ հստակ։ Մյուսը հələ որ չասենք, որ ամեն տարի տարածք են կորցնել, իսկ 25 թվին էլ մենք ապացուցեցինք արբանյակային լուսանկարներով տարածք կորցնելը։ Դրա վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, այնուամենայնիվ ինչ կան եկել։ Արբանյակային լուսանկարն են։ Հիմա գանք այդ խաղաղության այսպես կոչված համաձայնագրին եւ թրիփին, չէ՞։ Խաղաղության պայմանագիրն այսպես կոչված եմ ասում, որը նախաստորագրված փաստաթուղթը այլևս Ադրբեջանի կողմից վիժեցված է։ Այն դե յուրե նախաստորագրված միգուցե կա, բայց դա այլևս գոյություն չունի։ Ինչու՞։ Որովհետև Ադրբեջանը դրան արդեն անմիջապես դա խախտել է ու չի հրաժարվում դրանից։ Ասել է, այնտեղ 4-րդ հոդվածը կա, որ ասում է պետությունները չեն միջամտում իրենց ներքին գործերին։ Ադրբեջանը ասում է, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրություն։ Ու միջևեր պահում է դա։ Եվ այս իշխանությունը ասում է հարց չկա կանեմ։ Հետևաբար արդեն խաղաղության պայմանագրի այդ կետերը չկան։ Մյուսը խաղաղության այդ պայմանագրի հետ կապված այստեղ մի կարևոր բան կա արշալույս։ Ոչ թե հարցը այն է, թե ինչ այդտեղ կա, այլ հարցը այն է, թե ինչ այդտեղ չկա։ Այսինքն մենք այդտեղ օրինակ չունենք, որը մեր շահերից է դելիմիտացիա, դեմարկացիա, սահմանների, այո, օկուպացիան եւ այլն։ Հիմա եկեք հասկանանք, թե լավ, այս պայմաններում ինչ անենք։ Ադրբեջանի նախագահը ինքը ասում է, որ ինձ համար միջազգային իրավունք գոյություն չունի։ Ճիշտ է, այս տարվա հունվարին էլ հստակ տարբերաբար են եղել նման հայտարարություններ, որ չի գործում միջազգային իրավունք։ Միջազգային իրավունք չկա, կա ուժ։ Այդ երկրի հետ հենց ես գնամ պայմանագիր
մենք ստորագրենք ինչ անենք։ Դրա համար ինձ համար ես հատուկ ասում եմ, խաղաղությունն ապահովող փաստաթուղթը թրիփն է։ Սա հստակ, բայց թրիփի հետ կապված էլ մենք իմ կարծիքով առնվազն պետք է 3 պայման լինի դրա իրականացման համար։ Մեկը Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախության ապահովումը, այսինքն թե մուտքի, թե ելքի մոտ պետք է կանգնեցնել մեր սահմանապահներն ու մաքսային ծառայողները։ Դրա վերաբերյալ նաև դեկլարացիայում 1000 անգամ գրված է։ 1, երկրորդ պետք է լինի Հայաստանի ամբողջական ապաշրջափակում, հակառակ դեպքում թրիփի իմաստը կորում է, եւ 3, որը շատ կարեւոր է, ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված սահմաններից։ Պետք է այնպես աշխատել, բանակցել մեր գործընկեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որ այս իշխանությունը իրականում դրել մսխում է ամերիկյան միջնորդությունը, ու այդ թրիփը ծրագիրը ամեն օրն էլ ասում են բանա վտանգված է կամ չի իրականացվում։ Քեզանից է կախված, Հայաստանի իշխանությունները պետքա ջանքեր գործադրեն նաև, չէ՞։ Իմ կարծիքով թրիփն է այսօր խաղաղությունն ապահովող փաստաթուղթը, բայց այս պայմանները պահած պետքա գնանք։ Դե իհարկե նաև մյուս անվտանգության գործոնները, Եվրամիության ճիշտ հասկացա ձեր ասացից, որ եթե դուք գաք իշխանության, դուք ասելու եք, որ այս նախաստորագրված փաստաթուղթը, պայմանագիրի նկատի ունեմ, պայմանագրի տեքստը առ ոչինչ է, որովհետև Ադրբեջանը արդեն խախտել է դա խառնվելով Հայաստանի ներքին գործերին եւ դա կողքի եք դնելու։ Կենտրոնանալով թրիփի վրա։ Հիմա ասեմ ձեզ ինչ կանենք կոնկրետ քայլերով։ Մենք ասենք հետեւյալը. կարողանում եք այնպես անել, որ Ադրբեջանը հրաժարվի ամբողջությամբ իր պահանջներից։ Ամբողջությամբ հրաժարվի, հա, սահմանադրություն ինքը էլի է խախտել, ատելություն տարածել, թշնամանք, ամեն օր ատելություն ու թշնամանք է տարածում։ Կարող եք անել։ Չեն կարողանալ, որովհետև նա դա չի անելու Ադրբեջանը։ Նո, այսինքն ոչ թե չեն կարողանալ, չի անելու Ադրբեջանը, որովհետև դա նրա համար քաղաքական ինքնասպանություն է։ Չէ, պատերազմի վտանգ չէ դա։ Ոչ, հակառակը, եթե դուք հայտարարեք միջազգային իրավունքի տեսանկյունից գուցե ճիշտ եք ասում, Ադրբեջանը խառնում է Հայաստանի ներքին գործերին եւ Հայաստանը իրավունք ունի ասելու դրա մասին եւ հրաժարվելու դրանից։ Բայց կա, ինչպես Ալիևն ասում, իր համար պատերազմը միջազգային իրավունք գոյություն չունի կամ առհասարակ իր կարծիքով գոյություն չունի եւ կա Ադրբեջանը իր հնարավորություններով ռազմական այդ պահին դուք նոր եկեք իշխանության, դեռ չեք հասցրել ռազմական բյուջեն ավելացնեք, հա։ Նման հայտարարություն եթե անեք, Հայաստանը կդիմանա այդ հայտարարության քաղաքական եւ ռազմական հետևանքներին։ Մենք համագործակցել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, մյուս գործընկերների հետ, իհարկե եւ Ադրբեջանի հետ ուղիղ հարաբերություններ, այ ոնց որ այս իշխանությունն է անում, մեզ ոչ մեկ պետք չի, մեզ պետք են երաշխավորներ։ Այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ շատ կարեւոր է դառնալ։ Ամերիկայի Միացյալ տեսեք, մենք ունենք շատ քիչ ժամանակ իրականում։ Սա բոլորս հասկանում ենք, սա շատ քիչ ժամանակ այս թրիփի ու այս վիճակի հետ կապված։ Այս իշխանությունը ամբողջությամբ դրել քայքայում է ամերիկյան միջնորդությունը։ Պարոն Թաթոյան, Ամերիկայի Միացյալ Նահանգների այն ժամանակվա պաշտոնյան Յուրի Քիմը հայտարարեց նրա մասին, որ եթե Ադրբեջանը գնա էթնիկ զտման, ես մոտավորապես եմ ներբերում իր հայտարարությունը, հետևանքները կլինեն շատ ծանր։ Բայց ոչ մի բան չեղավ Ադրբեջանին։ Հիմա դրանից հետո ասել որ Ամերիկայի հետ բանակցենք, որպեսզի ինքը լինի, չգիտեմ, միջնորդ եմ ասում, երաշխավոր եւ հույսը դնել դրա վրա, որ Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվի։ Նախ եկեք հետեւյալը, Ամերիկայի Միացյալ Նահանգների այս թրիփի իրականացումը մի հստակ բան ասեմ։ Սա Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումը չէ, հստակ։ Նրա անգամ կողմնակից փորձագետներն էին ասում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետախուզական տվյալները սպիտակ տունը ձեռք բերել, որ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակվել Սյունիքի վրա, Հայաստանի վրա։ Իսկ թրիփով կանխել են։ Այո, սա Ամերիկայի Միացյալ Նահանգների քայլն է, այլ ոչ երբեք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Սա հստակ է երկկողմանի է, Հայաստանի իշխանությունների հետ է պատրաստվել դա։ Բայց սա Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումը չէ, սա հստակ է եւ ավելին նրանք վստահ եմ ուղղակի հնարավորություն ունենային անգամ Ադրբեջանի շահերին ավելի համահունչ էին բանակցելու։ Հիմա ինչ վերաբերում է այդ ձեր ասած երաշխավորությունը։ Տեսեք, այստեղ մի կարևոր բան կա։ Քո պետությունը ինչ է արել քո իշխանությունը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկում էր գնում Նիկոլ Փաշինյանը արտաքին գործերի նախարարի հայտարարությունից կարճ ժամանակ առաջ ասում է հայերին ոչ մի վտանգ չի սպառնում այնտեղ։ Էթնիկ զտման 2023 թվականի սեպտեմբերին։ Այո, մենք բաների մեջ էինք Արցախի մեր գործընկերների հետ, այստեղ բլոկադայի ժամանակ ՄԱԿ-ի դեմը նստածույց էինք իրականացնում։ Ես Արցախի երկու մարդու իրավունքների, մեկ նախկին մարդու իրավունքների պաշտպանը, մեկ գործող Գեգամ Ստեփանյանը, միասին լսեցինք ՄԱԿ-ի մարդու անվտանգության խորհրդի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչ ասում է Նիկոլ Փաշինյանը ասում է վտանգ չի ստեղծում։ Այսինքն, եթե մենք ունենք իշխանություն, որը հակառակը օգնում է Ադրբեջանին,
այդ դեպքում աշխարհից ինչ ակնկալենք։ Դրա համար մենք պետք է ունենանք իշխանություն, որ ազգային շահերը առաջ տանի։ Կարծում եք ճիշտ բանակցելու դեպքում այդ երաշխավորությունը հնարավոր է Ճիշտ բանակցելու դեպքում ազգային շահերը բոլոր պետությունների հետ ճիշտ բանակցելու հարևանների հետ միասին էլ, այո, դրանք իմ կարծիքով մենք գիտեք այս իշխանության գիծն է դա Արշալույս ջան, որ վախեցնում են մարդկանց։ Ասում են մենք չլինենք պատերազմ, երկու տեսակի վախ են տարածում։ Մեկը էս նախընտրականն է, որ սարսափելի վախ են տարածում, մյուսը պատերազմով են վախեցնում։ Ամեն ինչ սովորացնում են զիջողականության եւ այլն, իսկ մենք ասում ենք մի վախեցեք ժողովուրդ ջան, ամեն ինչ լուծումները կան, մենք աշխարհում ընկերներ ունենք, մենակ առաջ չէին վախեցնում, ասում ենք ինչու չէիք զգուշացնում պատերազմի վտանգի մասին։ Հիմա զգուշացնում են, ասում եք վախեցնում են։ Բայց ես առաջը ինչի պաշտպանում եմ, ինչի դա ճիշտ էր։ Ճիշտ չէր։ Մենք Արցախյան հարցը օրինակ այո, այսինքն ծայրագությունների մեջ են գտնվել, դրան դեմ եք։ Մենք պետք է ունենանք պետություն, որին վստահում է քաղաքացին։ Վերջին երկու հարցը կներեք, ժամանակ չունենք։ Պարոն Թաթոյան, փաստերի ստուգման հարթակի հետաքննությանը, չգիտեմ, տեղյակ եք թե տեղյակ չեք, որը վերաբերում է ձեր կուսակցությանը։ Մոտարպես մոտեցումը կամ իդեան գաղափարը նրանում է հետաքննության հիմնական հետևությունները, որ ձեր կուսակցությունը տևական ժամանակ գործել է որպես նախաձեռնություն, փաստացի խուսափելով կուսակցությունների ֆինանսական մասին հոսքերի խիստ սահմանափակումներից եւ վերահսկողությունից։ Իսկ ընտրություններից օրեր առաջ դուք պարզապես վերաբրենդավորվեցիք 2018 թվականից գործող մեկ այլ գրեթե անհայտ կուսակցություն։ Ինչ կասեք սրա մասին։ Նախ այստեղ որևէ խախտում մենք չունենք։ Բոլոր ֆինանսական հոսքերը ապահովված են թափանցիկ բանկային փոխանցումներով։ Ես շատ հպարտ եմ, որ մեր ֆինանսական փոխանցումները արվում են տարբեր մարդկանց կողմից։ Ես ասել եմ, ես ինքս եմ ներդրում անում, մեր ընկերները, գաղափարակիցները, ես շատ հպարտ եմ, որ մեր անցած ճանապարհը, իմ անցած ճանապարհը, իմ թիմակիցների անցած ճանապարհը, հեղինակությունը, այո, այնքան է, որ մարդիկ վստահում են մեզ, փոխանցումներ են անում։ Երկրորդը, այդ կազմակերպությունը, որ ասում եք, մեկ գովազդի տակ էլ դրել են, ես դա համարում եմ թաքնված, քողարկված քաղաքական հետապնդում, որտեղ իշխանություններին ուղղված նաև ազդանշան եմ դիտում։ Այդ դեպքում ես գիտեք մի ուրիշ հարց ունեմ։ Դե հրապարակում են։ Ինչու գովազդի տակ էլ միացրած է։ Ես հարց եմ տալիս, ինչու իշխանության հետ կապված նույնը չի արվում։ Հələ հարց տալիս ենք, այսօր մեր ֆինանսական հետ կապված չէ, զուտ ճշգրտ եմ, հետո շարունակեք ճշտելու համար։ Քաղաքացիական պայմանագրի հետ կապված, կարծեմ FIP-ն էլ մյուս հետաքննող լրագրողները պարբերաբար իրականացրել են հետաքննություններ։ Ես լրագրողներին չեմ ասում, թե նկատի ունեմ, թե ինչպես եւ որտեղ ինչ տարբերակներով ինչ ճանապարհներով գումարներ են ստացել։ Տեսեք, հիմա եւ ԿՊ-ն հրապարակում է տվյալները տարեկան մեկ անգամ։ Դուք լրագրողներ նշեցիք, ես լրագրողներին հիմա չեմ մեղադրում։ FIP-ի մեր գործընկերներն լրագրողներ են։ Մի րոպե, բայց ես դա ուրիշ եմ համարում, ամբողջությամբ թիրախավորել են մեզ ու ընդդիմադիր որպես ուժի, հիմա ես ասում եմ հետեւյալը։ Հարց եւ ես լրագրողներին չեմ մեղադրում։ Ես ասում եմ հետեւյալը. ԿՊ-ն համատարած բոլոր տեղերում 40 անգամ մեզանից շատ, 100 անգամ շատ ծախսում են։ Մենք ինչ ենք անում, հստակ նաև որպեսի ունենանք տնտեսումներ։ Տարեկան մեկ անգամ հաշվետվություն են ամեն առավոտ, երբ օրը սկսում ենք, նստում ենք, հասկանում ենք տնտեսման հետ կապված ինչ հնարավորություններ կա եւ բոլորը սրա մասին գիտեն, որ մենք հստակ անում ենք եւ բանկային բոլոր փոխանցումներն կան։ Հիմա ու մենք հաշվետվություն իմիջիայլոց հրապարակելու ենք։ Հիմա ես հարց եմ տալիս, ԿՊ-ն իշխանության կուսակցություն լինելով այդքան գումարներ որտեղից նրանց այդքան գումար, եթե նրանք ասում են մենք զարտուղի ճանապարհներով չենք ֆինանսավորում մեր այդ քարոզարշավը ու ասում են մենք ամեն օր աշխատավարձերով ենք ապրում, եթե դուք աշխատավարձերով եք ապրում, բայց որտեղից ձեզ այդքան գումար։ Մոտավորապես գաղափարը հետազոտության այն է, որ դուք մինչև վերջին պահը նախաձեռնություն եք պահել ձեր կուսակցություն, ձեր քաղաքական կառույցը, եւ այդ նախքան որ նախաձեռնությունը դուք պարտավորություն չունեք, պարտավորված չեք կուսակցության մասին օրենքով այդ բոլորը հրապարակային ներկայացնեք եւ դա նույնպես ճիշտ չէ, տեսեք, մենք նախաձեռնություն եղել, բայց եղել է հիմնադրամի հիմքով, ՀԿ է գործել նաեւ եւ մենք դրա հաշվետվությունը հրապարակելու ենք։ Որտեղ օրենքի պահանջ է, այդ օրենքի պահանջ է, իհարկե հրապարակելու ենք։ Մյուսը, ինչու դուք, եթե չեմ սխալվում, հայտարարել եք, որ մոտավորապես 30 գրասենյակ ունեք բացված Հայաստանում ամբողջ Հայաստանում 28-30 մոտավորապես, այո, բայց կադաստրի կոմիտեում չեն գրանցված ձեր վարչակալության պայմանագրերը, ինչու։
Դա էլ այդտեղ օրենքի որևէ խախտում չկա, դա կողմերի միջև հարաբերությունների եւ անհատական այսպես ռիսկի նաեւ հարցեր են հիմնված, այդտեղ որևէ մենք հարց էլի որևէ խնդիր օրենսդրական կարճաժամկետ պայմանագրեր են։ Այդտեղ որևէ խնդիր մենք չունենք։ Որովհետեւ ըստ օրենքի ինչ մեջբերվում է հոդվածում, եթե չի գրանցվում կադաստրի կոմիտեում 30 օրում չգրանցված լինել դեպքում պայմանագիրը առ ոչինչ է ճանաչվում։ Մենք այդտեղ որևէ խնդիր չունենք, մենք այդ հաշվետվությունները երբ հրապարակենք, սրա պատասխանը նույնպես կա, այստեղ նույնպես որևէ հարց մենք չունենք։ Այսինքն հատուկ միտումնավոր չեք արել, որպեսզի հարցը չկա, իհարկե, դուք գիտեք, այս ամբողջ կյանքս թափանցիկ ենք մենք աշխատել, ինչի մասն է խոսքը։ Հարցը հետեւյալն է, նախ շատ կարճ ժամանակահատված կա։ Ինչու վերջին պահին գրանցեցիք։ Վերջին պահին, որովհետեւ վերջին պահին են գրանցել, մենք դիմել ենք մեր փաստաթղթերը, կարող են դիմելու պահից սկսած հաշվել որքան է։ Դուք երբ եք դիմել։ Մենք մոտավորապես նոյեմբերին է եղել մեր անցյալ տարվա նոյեմբերին։ Դրանից հետո, այո, որոշելի զարգացումներ եղել են, այդպես կարող ենք, այստեղ մենք ոչ մի թաքցնելու բան չունենք։ Չէ, նոյեմբերին եղել է, երբ եք դիմել գրանցելու։ Գիտեք, մենք փաստաթղթերով կհրապարակենք, հիմա կարող է որը սխալվեմ, բայց էլի այդ ժամանակահատվածում մոտավորապես դիմել ենք։ Բոլորովին վերջերս եք դիմել, թե դիմել եք այս տարվա սկիզբ։ Դրանից հետո մենք որոշակի առաջարկել ենք նաև միասնության թևերի հետ կապված հարցեր, փոփոխություններ ու process-ը այդպես գնացել է, թե չէ մենք այստեղ ոչ ինչ որ միտում որևէ խնդիր չկա եւ մեր պատասխանները կա հստակ սրա հետ կապված, մենք շատ վստահ ենք այս հարցում, որևէ հարց չունենք այստեղ։ Անցած անգամ այս տաղավարում երբ խոսեցինք, այս հարցի վերաբերյալ կարծես հստակ չէր դիրքորոշում, դրա համար եմ հիմա տալիս։ Հայտնում եք ազգային ժողովում կարող է լինել այնպիսի իրավիճակ, ըստ սոցիոլոգիական հարցումների կարծես թե նաև հնարավոր է դա, որ որևէ մեկը չի ունենալ 50% պլյուս, առանձին վերցրած, հա։ Դուք որ քաղաքական ուժերի հետ եք պատրաստ համագործակցության, ունեք քաղաքական եւ բարոյական կարմիր գծել ինչ որ մարդկանց հետ եւ ուժերի հետ չգնալ համագործակցության։ Ուրեմն առաջին անգամ հետարքիր ման ասեցի, երբ ես քաղաքական հայտը ներկայացրեցի, իմ առաջին հարցազրույցը այստեղից էր, Civilnet-ից, այո։ Եվ բնականաբար այս ընթացքը շատ դե ես հույս ունեմ բյուրեղացրել է հիմա կոփեց, բյուրեղացել է, միշտ էլ բյուրեղացած է, որ ուղղակի շատ քաղաքականությունը ուրիշ է։ Գիտեք, այսպեսի մի բան ասեմ միջանկյալ, ինձ քաղաքականությունը բերել ոչ թե դասական, կուսակցական գործունեությունը, որ միշտ ուզել եմ քաղաքականությամբ զբաղվել, այլ մարդկանց խնդիրները, խնդիրները։ Դա համար ես ինչ քաղաքական գործիչ այդ իմաստով չեմ համարում։ Ես հայտ ենք ներկայացել մարդկանց խնդիրները լուծելու երկրի պատասխանատվություն ստանձնելու։ Հիմա ինչ վերաբերում է ձեր հարցին։ Մենք այստեղ ունենք հստակ դիրքորոշում։ Ես սա հստակ հայտարարել եմ արդեն երկար ժամանակ է, որ մենք Նիկոլ Փաշինյանին չենք ընտրելու որպես վարչապետ եւ դա ճիշտ չենք համարում։ Քաղաքացիական պայմանագիրը պետք է վերարտադրվի եւ դառնա իշխանություն։ Չպետք է վերարտադրվի։ Չպետք է, ոչ։ Եվ լինի իշխանություն։ Երրորդ մենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չենք ընտրելու երկրի վարչապետ։ Երրորդ մենք Սամվել Կարապետյանի հետ կապված նրա ղեկավարած ուժի մեծ հարգանք նրա նկատմամբ, նրա արած գործի, բարեգործությունների նկատմամբ դա չի քննարկվում, բայց ես կարծում եմ, որպես նաև իրավաբան, որ մեկ մարդու համար սահմանադրությունը փոխվել չի կարող։ Դեպաբար սա էլ հստակ դիրքորոշում։ Մնացած հարցերը կոնսենսուսային տեխնացու եւ այլն կարող է քննարկենք, նախ իմ տեխնացությունը կա եւ բնականաբար առաջ ենք տանելու իմ տեխնացությունը, բայց այստեղ մի բան էլ ասեմ, բոլոր որոշումները կայացվելու են Հայաստանի անվտանգության եւ պետական ազգային շահերից ելնելով։ Հասկացա։ Միայն այդպես։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Civilnet տաղավարում ես զրուցեցի Արման Թաթոյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։